Ողջույն բոլորին։ Ես արդեն պատրաստվել եմ բանի, որ դուրս գամ, բետոն ինձ տանելու է կանգար, հետո ինքը գնա գործի։ Ты vas a regresar a casa otra vez o de ahí vas? Հա, ինքը տուն է գալու, հետո տանից դուրս գա, կայմ որ ինձ շուտ է, ավելի շուտ եմ դուրս գալ ես։ Տենց, յոգուրտ սարքեցի, բանան, տենց իմ գրանոլա, տենց մշտական, որ սնունդ լինի և կոֆե եմ դրել, մի քանի կոմ կոֆե հարցնեմ խմեմ, այսա երևի մի, քանիսն է, 7-7 է, 7-կես պետք է, որ տենց լինեմ կանգառում, մոտավորապես։ Պատրաստը ամեն ինչ վերցրել եմ հուսամ, ընդհամենը յանի 4 ժամ եմ քնել, երկուսի կոմերներ որ պարկել եմ, բայց տենց արթնացել եմ, տենց ժողովուրդը, հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Գերոսին ինձ բերել է այստեղ թաղամասը, տեսնենք ուր է ինձ տանում։ Acá vive una prima hermana. Mi cuñada vive así. Yo en un tiempo viví aquí, más para allá de donde vive mi sobrina. Baja la combi. Okay. Ahí, mira, en la 12. Sí. Ya das vuelta. Ah. Das vuelta y ahí mira. Primero es al ladito de esa casa. Sí. Այստեղ Arlene. Mira, Miki, ven. ¿A dónde se van a llevar tu mamá? Nos vamos a ir. Mira, aquí está. De hecho, si te fijas, no son muchas porque como son gruesas, aquí, por ejemplo, trae 1, 2, 3, 4, 5, trae 6 y supongo que de ahí debe traer las mismas 6. Sí. ¿Mande? Ella vino para conocernos nosotras. Mira, qué bien. Cómo luego se van dando las amistades, ¿verdad? Sí. Նայք իմ մազերի ներկողը, մեկ էլ իր օգնականը։ Wendy. Hola. Más guapa de lo que estabas. Բայց մավերի սիրուն ես եղածից։ Նայք, սիրուն է։ Այստեղ հեսա ձեզ ցույց տամ։ No se preocupe, այստեղ նայեք, ուրեմն սիրուն սենց ինքը գարաժում, տարածքս մեքենա այստեղը, այս կողմը բան է բացել, սալոն է բացել ու այստեղ ոնց որ աշխատում է, աշակերտ ունի, բան սովորացնում է, այնպես որ շատ գոհ եմ։ Այստեղ տանը ավելի երկար կխոսեմ։ Եմ արդեն դուրս եմ գալիս շատ հոգնած եմ։ Ողջույն բոլորին, ես եկել եմ համ իմ մազերը ձեզ ցույց տամ, բայց մազերի մասին մի քիչ հետո կխոսեմ։ Հիմա իմ հայրենագործության աշակերտուհին գալու է անցնի ու այս խաղալիք տա տանի, այս էլ իրա գործածն ընդեղ իրա թելը պետք է տել դնամ իրա հետ և նկարում էի բան ընդհանրապես չէի նկարել, ավելի ճիշտ նկարել էի, ջնջել էի, քանի որ դուրս չէր գալիս ու դրա համար սենց արագի մեջ մի ժամվա ընթացքում ասաց որ գալու է տանի, արագի մեջ ինչ որ նկար վիդեո եմ արել, չգիտեմ ինչքանով է ստացվել, ոնց է ստացվել
բայց հուսով եմ, որ կհավանի նաև իմ հրապարակումներում մարդկանց դուր կգա, մի խոսքով հուսով եմ ձեզ էլ է դուր գալի տենց եւ այստեղ էլ որպես հուշ վերջին անգամ սենց ձեռքից բռնեմ իրան եւ իր ընկերուհու մոտ սենց ուղղակի իրան իր ընկերուհու մոտ ուղարկենք ուղղակի սենց տոպրակի մեջ եմ դնում սա թելներ դնեմ էսի իր թելներ եկել էր այստեղ ստեղծելու այստեղ դնեմ որ այստեղ էլ մի փոքր աստվածաշնչյան խոսք եմ գրել որ կարդան եւ երևի այսքանը սենց չեմ բանանում իրան, քանի որ չգիտեմ, որ բացեն այն սենց կարող եմ թելով բայց նաև այս սկրեպոս ներքև նա երևի դինամ ներքևը բանանեմ ինձ դնեմ թող սենց լինի Վերիա վրա մի հատ սենց շնորհակալական շպոր ստիկեր կպցնեմ Տղջիկը մեր ոնցականա հերիքա Okay, ժողովուրդ Всё, եկեք մազերի բահով Այս մի քիչ խոնավացել եմ, սենց ինքը, որ նկարներ անեմ տեսքի գամ Քան որ գիշերը լողացել է ու ոչ մի բան չի արել, տենց Նայք, հիմա ինքը տենց լրիվ բացացրել է, ուղղակի այստեղ այդ շամպունը մանշակագույն, ոնց են ասում հայերեն որ բան անում, այդ տեղինը կոտրում է, մի քիչ շատ է թողել, դրա համար մի քիչ մքվել է, բայց ես որ լվանամ իրանք կթափվեն ու կլինի սենց մի քիչ ուրիշ ավելի բան, բայց իմ դուրը եկել է, ընդեղ մի պահ կար ինքը ինձ լավ չհասկացավ, մտածում էր, որ ես իմ ներկը տարել եմ, որ այս բաց երանքները ներկվի, հա, գունաթափած Հետո լավ չէր, քիչ էր թողել, որ գունաթափվեն այս արմատները, դրա համար մի հատ էլ դրեց գունաթափ։ Բայց ավելի թույլ էլի, իհարկե բան չէ, ասենց որ ներկի հետ խառնեց, մի քիչ խոսքով։ Բայց ասեմ, որ մազի որակին ընդհանրապես բան չի եղել, լրիվ ամուր է մազերս, լրիվ որ ասենց տեղը տեղին, ուղղակի ես այնքան հոգնած էի, գլուխս էլ ցավում էր, նորմալ բան չէի կերել, դե առավոտ ժամը 8-ին ընդեղ եմ եղել, գիշերը լավ չէի քնել, ուշ էի քնել, ու բանը, ու շուտ էլ արթնացել էի, նորմալ չեմ էլ քնել, մի խոսքով, ես էլ հոգնած, բան, տենց, մեր մոտ հենց հասա տուն, Հա, Ռոսին ասեց դու գնա, ես հետ կգնամ մենակ էլի, ես հետ գնալու ճամփեն գիտեմ, մեր թաղերը գիտեմ, դու հետ բանը, դու գնա իրա քերու աղջիկներ,
չէ, քերու թորը։ Իրա քերու աղջիկն է։ Տենց, ու իրա այդ քուրն էլ եկավ, քերու աղջիկն էլ եկավ, ու այնտեղ պետքա կենտրոն իջներ, ասեց ուզում ես ես քեզ տանեմ, այնտեղից էլ դու քո տրանսպորտը կնստես, կգնաս։ Ու տենց ոնց որ Ռոսին իջավ ներքև կենտրոն, ես էլ մենակ մնացի, չնայած շատ բան չէր մնացել անելու, տենց մի ժամից հետո ես եմ տուն եկել երևի, տենց կամ էլ մի քիչ երկար ավելի, չգիտեմ մի խոսքով, եւ որ տուն հասա 1:45 էր, մոտավորապես տենց 1:40 տենց։ Այդքան ընդեղ եմ եղել, պատկերացնում եք։ Ամեն ձև ուզում էր բանը, իսկ իմ տարած ներկերը չօգտագործեց, քանի որ ասեց ավելի լավ է ինքը իր մոտ եղած ներկերով ներկվի, քո մազերը բաց լինի, բացի ընդհանուր մազերդ բաց լինի, քանի որ ես այստեղ սպիտակ մազեր ունեմ, որ չերևա էլի, հիմա այս սևերը ինքը իրանք գունաբացվելու են, լվանալու եմ, երեկ ավելի սենց մուք էր, լվացել եմ շամպունով նորմալ մի քիչ անցել է, բայց իրանք կամաց կիչնեն, ուղղակի այդ անհրաժեշտ էր, որ այդ դեղնությունը կոտրի բաներ, մի քիչ երկար էր պահել կամ չգիտեմ, մի քիչ շատ էր արել, բայց դե էլի, լավ է, ես գոհ եմ, նայեք, սիրուն է, մի հատ տեսնեմ, ես ոնց եմ զգում ես պրիչոսկի հետ, ես մազերի հետ ընթացքում, լվացվելու ընթացքում, եթե ինչ-որ մի բան փոփոխության կարիք լինի, դուք էլ ասեք, բանը, ես կասեմ, որ փոխվի, բայց իմ տարած երանգը մուք երանգ էր, ընդհանուր ես արմատների բանի, ասեց բանը, էլի տենց ավելի լավ է, բաց երանգի վրա անես, որ սպիտակ մազերդ չերևան, սենց խառնվի իրար, տեսնենք, չնայած այն երանգն էլ էր իմ դուրը գալի, շատ էր դուրս գալի, եթե պետք լինի, մյուս անգամ ինքը ավելի մուք երանգ է այս բաներից, կասեմ, որ դա ներկի, կտանեմ, կասեմ դա ներկի, ընթացքում կամ էլ օրինակ ասենք, որ արմատները մի քիչ աճած լինեն ու մենակ ուղղակի արմատները ներկելու համար, այդ ներկը կտանեմ, կամ չգիտեմ, տեսնենք, տենամ ոնց եմ զգում էլի այս բանի հետ, երանգի հետ, ես ճիշտն ասած ուզեցի, ոնց որ կարամելային երանգ լինի, ու ինքը իր ներկերով ստացավ կարամել, ուղղակի որ այս բանը մի քիչ սենց ինքը մքվել է շատ, այդքան էլ տենց բան չի, բայց որ արդեն այս մուքերը բացանան, արդեն ավելի սենց տեսքը գերևա, մի խոսքով, դուք ինչ եք ասում, ինչ եք մտածում, ինձ թվում է սիրուն է, ամենայն դեպս աճածից ավելի լավ է, հունքերս էլ եմ ներկել ժողովուրդ, բայց հունքերս ոնց որ ոչ մի բան արած չլինի, կպած չլինի, հիմա բանը, մի քիչ հենց շատ սևությունը կոտրել է հունքերիս, բայց մյուս անգամ ավելի մի քիչ ուրիշ, թեկուզ գունաթափող ներկով բան կանեմ, ներկեմ, որ լինի, չգիտեմ, այսքան ժողովուրդ, ես սպասեմ տղջիկը գա, անցնի, իրան տամ, նկարում է այստեղ խաղալիքը, չէի նկարել, մոռացել էի լրիվ, ասեցի առավոտը շուտ հելնեմ բանանեմ, այն էլ քնած եմ մնացել, տենց, լավ, ես ոչ հաց եմ կերել, ոչ բան, հեռախոսս լավա միացրեցի, պարկած տեղից մեկ էլ չտենամ, որ գրել է, վсё, ուղարկել եմ, որ պատրաստ է, Всё ժողովուրդ եկավ տարավ բանը,
խաղալիքը դեռ չի տեսել, ինձ բան չի գրել, չգիտեմ, հուսով եմ կհավանի։ Ես էլ մի բան ուտեմ, դեռ չեմ կերել։ Եվ այսօր շաբաթը սպասեմ բետային, տեսնենք։ Թվում է մի քիչ կգործեմ, կամ էլ տեսնենք ինչ եմ անում։ Մի քանի խաղալիքներ ունեմ, գործեր ունեմ հրապարակելու, Instagram-ում գործերից տեսնեմ, գուցե դրանով զբաղվեմ։ Մենք դուրս ենք եկել գնանք Կավրերա, բայց բանը Անդրև սկսեց, կարկուտ, Անդրև, ոստիկանները կանգնացրել են մեքենան։ Կանգնացրել են, բայց կտրեց մի քիչ ագալի, տենց հիմա գնում ենք Կավրերա։ Արագ քայլեմ, որ չսկսեի ուժեղանա Անդրևը, հասնենք ապագորումա, բեբե։ Ժողովուրդ, այս դոլար խանութը հեսա էստեղ է, նո դոլարի կարգի խանութը, այս ամեն ինչը լրիվ 25 պեսո։ Սենց տարաներ կան, սենց չէ։ Okay. Գրենական մի քիչ, գրքեր, գրիչներ, բան տենց, կենթանիների համար, տարբեր բաներ, բայց 25 պեսո է լրիվ։ Տենց։ Ուրեմն ժողովուրդ, մենք ինչպես տեսակ Ավրերա ենք գնացել եւ եկեք ցույց տամ ինչ ենք գնել Ավրերայից։ Ուրեմն սա եմ վերցրել բանեն։ Ես ունեմ այս սենց պլաստիկ սառնարան չոր բան ունելու կամ սենց փոքր չափսնա ու մի քիչ ավելի սենց բանը այս չափսնա ու всё, էլ չունեմ։ Դրա համար որոշեցի, որ մի քանի մեծոց չափսել առնեմ, որ տենց ծածկոց ունենամ, քանի որ բան է լինում, էլի տենց պետք է լինում, ինչ-որ ուտելիք է մնում, բան տենց, այսի այդ դոլար ստորի խանութից եմ առել, այս մեկը, ասկետի մեջ կա մի հատ, այս էլ եմ այդ տեղից առել, այստեղ մտածում եմ կանաչիները, որ լվանամ դնեմ, սառնարանի համար, և այս էլ մեծ խանութից ենք, ասիք ընդհանուր տեղից ենք առել, բանա, սա մակարոնեղեն ես եմ իրա մեջ դնում, որ հավաք լինելի, սենց թափթփված չլինի դարակի մեջ, այս ես եմ բերել, այս սումկան եմ վերցրել, հետաքրքրել, ավեշեք գիտեք ինչի համար եմ վերցրել, դեկորի, որ բան անենք, սիրում նկարեմ խաղալիքներս, այսի վետոնա վերցրել, պտտակահան, որ necesitavas a ver? Sí. Այստեղ սենց ստիկերներ եմ վերցրել, տենց որնակ ասենք պատվեր է լինում, հետաքրքրել է կարելի է գործել, այս խաղալիքներս կերպարները հետաքրքրել և պատվերների հետ բան եմ հետաքրքիր կլինի դնելը, կպցնելը տոպրակին, հա,
մանավանդ որ երեխեքի համար է, կամ թեկուզ օրինակ ասենք, ոչ թե կպցնեմ, այլ կտրեմ նվեր դնեմ, իր մեջ մի քանի հատ թղթով, դնենք զռիվ նույնն է, չէ, տարբեր են, ինչ լավ է, դնենք, սենց կտրեմ, երեխեքի համար դնեմ, Se puede, ¿sabes? Cuando me encargan monitos para los niños, por ejemplo, cortar y poner como regalito para los niños. Por eso compré este ուրեմն sense բան եմ վերցել սպորտային. Son juntos, bebé. Son pegados. Son իրար կպած. ¿Están pegados? Sí, mira. Մտածեցի առանձին է, բայց հեսան այդ տոպը մեկ էլ մայիչկան է իր հետ, կպած է իրար, ուսամ վրես կլմի։ Եվ այստեղ, նայք, սոսկա եմ առել, սա էլ եմ էլի դեկորի համար առել, հիմա մի հատ սեթ եմ գործում, որ բարձանամ ցույց կտամ, ու հենց այդ շղթան եմ գործում, ու այդ շղթայի համար ինձ պետք է սոսոչկա, բայց այնքան թանկ էր, մենակ էժանը էս էր, որ սենց առնեմ, ու ինձ պետք էր, որ վարդագույն երանգ լինի, քանի որ խաղալիքի երանգը վարդագույն է, տենց, ինչ թանկ են սոսոչկան, երեխեքի ամեն ինչ այնքան թանկ է, ժողովուրդը, ասում եմ, որ մի օր ես սկսեմ նման առևտուր անելու, լրիվ տակ կտանք, okay, Պետոն սպասում է խվածկաբրիթներ է վերցրել դարչինով, դրանց է սպասում, սրանք էլ են որպես նայք դեկոր եմ վերցրել, որ խաղալիքներս նկարեմ, սա էլ, ես էլ պետոն վերցրել է խվածկաբրիթներ, դարչինով, որ կոֆե խմի, այստեղ երկու հատ հնաջուկ ենք վերցրել, ես չեմ ուտում բետոն իր համար սարկումա տանումա բան, բերերիվ, պիսոների կերը դե իհարկե անպակաս, 4 հատ, շատ չեմ տալի, հա, այսինքն երկու անգամ եմ տալի, ուրբաթ, երեքշաբթի ուրբաթ օրերին եմ տալի, տենց, ոնց որ երկու հատը բարձր բաժանում եմ, 4 մաս, մի հատ 2 մաս եմ բաժանում, ես տալիս եմ, այստեղ ունենք այդ յոգուրտներից 3 հատ, մի հատ ընդեղ ունեմ, այստեղ մի հատ բրոկոլին վերցրել, յոգուրտները, և այստեղ սուսերան վերցրել, և վերջինը բան, վարսակի փաթիլներ, Всё, այսքանն էր մեր գնումները, վաղը կգնանք շուկա, ընդեղից շատ բան չունենք առնելու, ուզում եմ հատապտուղները առնեմ, անցած անգամ հենց այդ բանջարեղեն, որ առնում ենք, այդտեղից ենք վերցրել, հուսամ էլի կլինի, տենց իրար հետ կվերցնենք, էլ ինչ տնեմ, էմեկ էլ ինչ կվերցնեմ, բանան, ու նացած բանջարեղեն ամեն ինչ ունենք հլավոր, տենց այսքանը ժողովուրդ, ես էսի դասավորեմ, ինձ էլ մի հատ կոֆե դնեմ, բետոն իր համար կոֆե սարքեց, գնաց վերև, ես էլ մի հատ կոֆե դնեմ, քանի որ անձրևա երևի ինչ-որ տենց կապուչինո կսարքեմ և կխմեմ, տենց գնամ փոխվեմ, կոշիկներս հանեմ, հանգիստ իմ համար լռվեմ, ինչ-որ մի բան գործեմ, նայեմ, և տնանք, ինչա լինում, կհանդիպենք մյուս հատվածում։ Ողջույն բոլորին, հակիչ նոխոջոշում ես սարքել էստեղ բանջարեղեններ եմ էրֆրերի մեջ տապակել, սրանք խորովել եմ, ես երկուս չիլիները, էստեղ ունենք ծծմիկներ, չայոտե, նոպալ և պղպեղ, ձվածեղ եմ սարքել, սա տորտիա ունենք,
Եվ հյութ, այստեղ ելակի հյութ եմ սարքել, կամպոտի նման մի բան, այստեղ էլ վարունգ լիմոն, տենց, վսյո, այսօր բետոն գնացել էր արհեստանոց մի հատ մեքենա ուներ ներկելա եկելա, ժամը 12-ն է, մենք նոր տենց նախաճաշում ենք։ Ուրեմն մենք շուկա ենք գնացել և եկեք ցույց տանք մենք շուկայի գնումները։ Այստեղ տավարի միս ենք առել, տենց ֆիլետ։ Այստեղ հավիք ենք առել, կես հավա կարծեմ։ Այստեղ ուրեմն բան ենք վերցրել, որ բանջարեղեն առնում ենք ընդհանուր, այդտեղ չկար, մենակ հապալատ կար, բայց սանա, ուրիշտեղ հասցեցինք մի հատ կին մոշը բան էր ծախում, մոշ չէ, ազնվամորին, 50 քանի պեսո էր ասում, այս քանը երևի, ու ասի լավ, ասի ստեղից չառնենք, հլը գնանք ուրիշտեղ, այդ կինը միշտ թանկ է ծախում մրգերը և 25 պեսոյով առել ենք մյուս վայրից։ Սա էլ հենց այդ բանջարեղենն որտեղ որ առնում ենք տեղից, ինչքան էր, մոտ 35 պեսո, հեսա չեք են դնում, սենց գրած չեք են դնում, երևի էլի 25 պեսո, կամ 40 պեսո, 40 երևի, օքեյ, մեկ էլ էստեղ ես Ավրորայից բան էի արել, մոռացել էի տոմատի մածուկ վերցնեմ, 2 հատ տոմատի մածուկ ենք վերցրել, ընդեղ շուկայում կա, որ կաթնամթերքել են վաճառում, ինչ-որ սենց ինչ-որ բաներ են վաճառում, հա, սենց պանիր բան, ինչ-որ կայս առնես, այստեղ էլ տվարոկ ենք վերցրել, ու բանջարեղենը մեջ, համեմ, այսի անվճար դնում են սնկի մեջ, վերցրել ենք դծմիկներ, այսօր դծմիկները սարքել եմ ու վերջացել, ուրեմն այստեղ նորից չայոտ եմ վերցրել և այս անգամ վերցրել եմ բան, կանաչ լոբի, հապատվանից կսարքենք, այստեղ մրգերից վերցրել ենք անանաս, այսի հյութ կսարքենք, բանան ենք վերցրել և 2 հատ մանգո եմ վերցրել, ինձ խոշոր մանգոներ էին, եկե բանան, թողենք անանասը, այս քանը, նաև շուկայից ես իմ համար պայուսակ եմ, բետոյին ասեցի ինքը առնեի, ես իրան փողը կտա, ես իմ գումարը չէի վերցրես, էլ սովորական սպորտային ոչի պայուսակ էի վաղուց ուզում, տենց վերջապես ստացվեց վերցնել գրպաններով, այստեղ էլ ունի գրպան, տենց ասել, լավ, հիշում եմ, որ փոքր ժամանակը դպրոցի առևտրի ժամանակը գալիս էր, այն ժամանակ բանի շուկան, Սադախլուի շուկան, Հայաստան Վրաստանի սահմանում, միշտ բաց էր ու ամեն տարի մեր դպրոցական առևտուրը հագուստա, կոշիկները մեծ մասը, չնայած կոշիկները մեկ նոյեմբերյան քաղաքից էինք առնում, բայց մեր գյուղում էլ խանութներ կա, բայց շատ փոքր էի, մեծ մասը ընդեղից ենք առել, շուկայից ենք առել պայուսակներ, բան, ու միշտ նայում ենք, որ լիքը սենց գրպաններով լինի, հիմա որ սենց ամեն անգամ, որ պայուսակ եմ առնում սենց գրպաններով, այդ
ժամանակներն եմ հիշում, ոնց ենք Սադախլուի շուկայից առևտուր անում, դպրոցական։ Հենց հավես էր։ Okay, այսքանը ես մի հատ կոֆե դնեմ, այսօր կոֆե չեմ խմել եւ այսօր նորություն ունեմ ձեզ պատմելու, բայց մի քիչ հետո։ Ուրեմն ժողովուրդ, նորությունը, որ ուզում էի ձեզ ասեի, որ մեր Շունիկը մանչան, Սևը, շունիկներ է ունեցել եւ ով է պապան Գորդոն։ Հիմա երեք այսօր ունեցել։ ¿Qué estás haciendo? Se va a pisar. Like, վեցատեր, բայց 4-ն է մնացել։ Come, mira. Tiene hambre. Մանչան սոված է։ Այսենց ծածկել ենք, որ էսի չգնա, չի ուզում, մանչան չի ուզում, որ իրան նենք։ Te lo lleno. Le digo a Milbert que... Քրիսելեն ասում է շատ կյաժ եմ, շեկացել եմ։ Pero me queda? Sí. Mira, espera que deje más rubia. Սենց ծածկել էին, որ չմրսեն, դե իհարկե, մեր մոտ անձրևները բան, կորդոին հանել ենք, այս բանի տակ ենք, սենց, բասեք, այ, գլուխս վռած, ընդեղ բան ենք դրել, որ պարկի կորդոն տենց ծածկի տակ լինի էլի, թե չէ չենք թողում, որ ներս մտնի, մանչանել չի ուզում, so, տենց, կորդոյի հեչ վեջը չի, որ պապայա դարել, ընդհանրապես, ինքը իր վեջն է, որ սաղ օրը հաչա, սաղ օրը, մի փոքր ձենից, գորալով, սենց հաչալով գնում է դուրը, տենց, ուրեմն ես այստեղ ամանները լվացի, բանը, մի քիչ հավաքեմ ձեռի հետ եւ սուրճ եմ սարքում, կաթով, գնամ վերև ու սպասենք վաղվա օրվան, երկշաբթի, ուրեմն ժողովուրդ միջև սուրճս լինում եմ, Ոսում եմ ձեզ հետ մի բանով, սենց մտքերովս էլի կիսվեմ, ձեզ հետ նոր հարցնում եմ իմ տեքոր կնոջը, ինչքան ժամանակ է տևում շների հղիության ընթացքը ու ասում է, որ 2 ամիս, 2 շաբաթ նայեց շանից։ Ու ես մտածում եմ, որ աստված այնպես արել, որ շան ձևավորումը ընթանա 2 ամիս, պլյուս մինուս, հա։ Իսկ մարդու ձևավորումը 9 ամիս։ Պատկերացնում եք մարդը ինչ բարդ կազմվածք է, բարդ պրոցես է, որ կազմավորման, ձևավորման, որ Աստված որոշել է, որ 9 ամիս պետք է մարդու ձևավորման համար։ Ու հենց այդ մարդու համար տվել է իր կյանքը խաչվել։ Պատկերացնում եք ինչքան սենց հոգատարությամբ, ինչքան սենց ամենայն մանրուքներով, դետալներով սենց կազմավորում է մարդուն, հա, կնոջ արգանդի մեջ։ Ու ինչքան սիրով այդ ամեն ինչը անում, որ այդ սիրուց բխած ինքը որոշել է, որ իր կյանքը տա մարդկության համար, այդ ստեղծա անգամ այդ մի հոգու համար։ Պատկերացնում եք ինչ գեղեցիկ է այդ ամեն ինչը, ինչ հիասքանչ է Աստծո գործերը։
ու զարմանում ես, որ մարդիկ, չգիտեմ, թերահավատորեն են մոտենում, առանց Աստծո չէր լինի, այս կազմավորումը չէր լինի, այն ամենը այն դետալները, որ մարդը կրում է, անգամ աչքի կազմվածքը ամենաբարդ կազմվածքներից մեկն է մարդու մարմնի։ Պատկերացնում եք ինչքան սենց հոգատարությամբ, ինչքան սենց ջանքով, սիրով է այդ ամեն ինչը կազմակերպել Տերը։ Ու մեզ այդքան տենց սիրում է, հոգա տանում մեր մասին, մեզ այդքան տենց ամեն ինչով շրջապատել է, անգամ զոհաբերել է իր կյանքը մեր համար։ Եկեք ուղղակի գնահատենք։ Եթե Աստված մեզ այդքան սիրում է, այդքան գնահատում է, որ իր կյանքը զոհեց մեր համար, ապա եկեք գնահատենք ինքներս մեզ։ Գնահատենք մարդկանց, դիմացինին, ձեր հարևանին, բարեկամին, չգիտեմ, այնտեղ ովքեր են։ Յուրաքանչյուր անհատին։ Յուրաքանչյուրին։ Սիրով լցվենք, մեկը մյուսի հանդեպ, թողենք բառերը, անեծքի բառերը, գիտեք, մեր հասարակության մեջ անեծք ասելը դառել է սովորական ինչ-որ մի բան, որ դա սովորական խոսույթի մի մաս է, հայկական, ավանդական, ինչ-որ չգիտեմ, թաղեմ քեզ, յանի կատակով ասում են, կամ չգիտեմ, մեռնեմ ջանիդ, գիտեմ, որ այդ ինչ-որ սենց հոգու սենց բան է, բայց եկեք այդ ամեն ինչը փոխարինենք կյանքի, կյանք բառերով, կյանք խորհրդանշող բառերով, չգիտեմ ժողովուրդ, մեր հայերի մեջ շատ կա այդ անեծքի բառերը, անգամ այդ որ գովասանքի բառերը մեր բարբառում օրինակ ասում են գլխովդ պտիտ գամ, սենց պտտվեմ, սենց այդ էլ արդեն չգիտեմ, այնքան սխալ է իրանց, մի հատ հələ խորացեք էլի, մենք ամեն օր ինչ նեգատիվ ենք խոսում, մեռնեմ, պրծնեմ, չգիտեմ, ուղղակի եկեք հսկենք մեր բառերը, անեծքի բառերը, այդ նեգատիվը, մահը, չգիտեմ, մեռնելը, փոխարինենք կյանքով, այդ կեղտոտ բառերը հանենք մեր բառապաշարից, քանի որ Աստված մեզ ստեղծել է, որպեսզի մենք իր տաճարը լինենք, ու եկեք մաքուր պահենք այդ տաճարը։ Ես իմ կոֆեն պատրաստեմ, բարձենա մոնտաժեմ վլոգը և ձեզ էլ ցանկանում եմ ամենայն բարին, յուրաքանչյուրիդ, ինչքան հնարավոր է շատ սիրո խոսքեր ասեք մեկը մյուսին, տեսեք աշխարհում ինչ է կատարվում, Վենեսուելայի դեպքերը ուղղակի չգիտեմ, իմ համար այնքան ծանր է, որ այս պահին ես չեմ կարող խոսեմ այդ թեմայով, բայց եկեք ուղղակի սիրենք, գնահատենք, չես իմանա վաղը ինչ է գալու, ոչ մեկս ապահովագրված չենք, այնպես որ ես ձեզ ցանկանում եմ, որպեսզի սիրեք և սիրված լինեք, թող Աստված օրհնի ձեզ շատ օրհնի, կհանդիպենք արդեն մյուս վլոգում, լավ եղեք, adios